Հայր ջան, բարև ձեզ։ Այսօր 2025 թվականի ապրիլի 23-ն է։ Մինչև այս տեսանյութը մոնտաժվի տեղադրվի, մինչև դիտեք, երևի կդիտեք արդեն ապրիլի 24-ին։ Հիմա ես ուզում եմ տեղեկացնել բոլորիդ մինչև բուն թեմային անդրադառնալը, որ այս ընթացքում մենք իրականացնելու ենք մեծ իրազեկման ակցիաներ գրեթե բոլոր մարզերում, բնակավայրերում, որովհետև այո, դա փաստ է, մեր տեղեկատվական խնդիրը իրապես մեծ է, որովհետև ոչ Նիկոլի, ոչ բնականաբար դե նորմալ է, Նիկոլի ընդդիմության լրատվականները մեզ չեն անդրադառնում, եթե չեն վարկաբեկում, ապա հաստատ չեն ասի, որ ժողովուրդ սենց պայքար կա, դա գիտեք։ Դրա համար այս ժամանակահատվածը մենք օգտագործելու ենք միայն իրազեկման համար։ Հիմա ես ուզում եմ անդրադառնամ այն բոլոր էժանագին, տգետ, բարոյական հղիություն տանող դեգեներատների զրպարտանքներին, որոնցով ըստ իրանց կարճ խելքի կարան ազդեն adekvat մարդկանց վրա, ովքեր գիտեն մեր գործունեությունը, ովքեր ճանաչում են մեզ, լիքը բարեկամներ հենց մեր շնորհիվ, որ դեպքերում փրկվել են, որ դեպքերում ստացել են օգնություն, որ դեպքերում ինչու ոնց այս մարդկանց վրա սրանք իրենց իշխելքով փորձում են ազդել։ Այնտեղ նկար են դնում Նիկոլի հետ, նկար են դնում են աղջկա հետ, չգիտեմ, մի հատ տարածվեց այդ ամենը, ցանկացողների համար իմ Telegram ալիքում կտեղադրվի դրա նկարը, ռոմանա ինչա։ Իբր դրա հետ նկար ունենք, բան տենց, չգիտեմ, ինչ են ուզում դրանով ասեն։ Այն մեկը դրել է կուլոններով նկարը։ Ես հիմա հերթով ես ամենին կանդրադառնամ, որպեսզի սիրելի ժողովուրդ, դուք ինքներդ հասկանաք, համոզվեք, թե ովքեր են մեր դեմ խոսացողները, տգետներ, անկիրթ մարդիկ, ուղղակի բնությունով տենց տրված են, որպեսզի ցանկացած ազգային ուժից իրանք կարեն ու տանեն բարոյական հղիություն, ելնելով նախանձից ու իրենց չկայացած լինելուց։ Ու սենց շարունակ։ Նախ սկսեմ Նիկոլի հետի նկարից, կարճ ասեմ ու անցնենք առաջ։ Դա 2018 թվականի ապրիլն է, երբ նոր էսի սկսել էր քայլելը ու այն որ հրապարակում հանդիպեցինք։ Նիկոլի ռեակցիան էր, վայ դուք ել եք ստեղ, բա մի հատ չնկարվենք, այն որ նույնիսկ ես չեմ ասի իրան նկարվենք, հասկանում եք։ Ու այդ նկարը տես տեղադրվեց, պտտվեց, շրջվեց եւ այլն, ինչ որ այդ նկարին բազմիցս անդրադարձել եմ։ Հա, կերպարն է այդ օրվա ասենք նկարվում ես, это ну и что։ Էդ էլ է ինչ որ դեգրադացված, ահա հետը նկարվել է, ուրեմն ստե մի բան կա, ասենք ինչ կա։ Կարող է փուճո ժամանակվա նկարներս քանդեմ, կանոջդ հետ էլ նկար գտնեմ, ինչ ես գտնելու այդ նկարի մեջ։ Դիմա տեսեք, եթե adekvat մարդ լիներ մեր դեմ խոսացողը, adekvat մարդը ում կողքով կյանքը չի անցել, լավ գիտի, որ նույնիսկ լինում են մանկության ընկերներ, ովքեր մի քանի տարի հետո կարող է իրար վրա զենքել քաշեն։ Բայց այդ մարդիկ մինչև այդ զենք քաշելը ունենում են իրար հետ անցած ճանապարհ, նկարներ, այն որ լիքը բան։ Ու նորմալ հասուն մարդը վերցնելով 7-8 տարի առաջվա նկարը, ներկայացնելով այսօր ու մատուցելով դա որպես տեսեք ինքը նիկոլական է, դեգեներատ է առնվազն։ Ու մանավանդ այն մարդը չնայած դրանից մարդել չես կարող ասես, մի հատ էգ կա դրա էջում տեսա, իբր քարոզատանում տեսա, այդ նույն էգը իր մեքենայով 18 թվին ճանապարհել է փակել, Նիկոլին էլ աջակցել գալ իշխանության։ Ես adekvat եմ ու ես չեմ կարող 18 թվի իրողությունը բերեմ դնեմ, ասեմ, նայեք ինքը մինչև հիմա նիկոլական է։ Ուզում եմ ասեմ, նայեք, ես ստիպված ինչքան պրիմիտիվ բաներ եմ բացատրում նրանց համար, ովքեր դե պետք է հասկանային, էլի։ Ես հիմա խոսում եմ ոնց որ ասենք 10 տարեկան երեխեքի հետ, ուղղակի քանի որ դրանք 10 տարեկան չեն, այլ մարդը մի 40-50 ու եթե ոչ ավել, ստիպված եմ սենց մանրակրկիտ բացատրել որպես դեբիլների, ովքեր այդքան աճել են, բայց սենց էլ բանի չեն հասել, համբերատար այս ամեն ինչը մատուցել, մանավանդ այն մարդկանց համար, ովքեր կարող է այս դեգեներատների այս վարկածները
ընդունեն որպես հիմք, ասեն, այ տես ճիշտ են ասում, որովհետև շատ նկատեցի շատ անգամ, որ մարդիկ ասում են, լավ էլի չեմ հավատում, ինչ կա չհավատալու, 18-ին բոլորս փողոցում էինք, ես էլ եկավ ասեց, վայ դուք էլ եք ստեղ, բա չնկարվենք, էհա նկարվանք, հետո չեմ էլ ուզում շատ ծավալվեմ այս թեմայով։ Ու այն մարդիկ, ովքեր մեզ քննադատում են, ես ձեզ եմ ասում, դուք ձեզ հայլու մեջ տեսել եք։ Դուք պատկերացնում եք, եթե ես սկսեմ, ճիշտ է, ես իմ դեմքով չեմ անի, մի ամբողջ թիմը աշխատելու ձեր վրա։ Ես ձեր ժամանակը չունեմ, բայց մի ստիպեք, ձեր անցյալը այնց բացվի, այ դուք ունեք մտածելու բան, ես չունեմ։ Մի ստիպեք, որ առանց զգուշացման, առանց այն որ ուղղակի զարթնեք ու հասկանաք, որ այլևս Հայաստանում տեղ չունեք։ Այն որ ձեր բարեկամներին խմցնում ուղարկում եք մեռնելու, հետո գցում եք սրա նրա գրպանը, իբր դուք մեղք ու կապ չունեք։ Այն ձայնագրությունները, որոնցից սարսափում եք, որ հանգարց չտարածվի ու ձեզ թվում է մի կամ երկու հոգու համոզել եք չտարածի, դա մենք էլ ունենք։ Լիքը բան ունենք, տավարներ, լիքը, դրա համար խելոք, սուս ու փուս, մաքրեք այն ինչ փորձում եք մեր հանդեպ ու մեր դեմ անել վատը, ու ուղղակի վերընկեք տեղներդ, սպասեք ձեր այն դատին, որտեղ այս ամեն ինչը չի բացահայտվելու։ Ես սենց մի հատ կարճ նախազգուշացում, ես նորից եմ ասում, եթե ես այս ամեն ինչը դնեմ մի կողմ ու գնեմ ձեր հետևից, իսկ ոնց նայում եմ դուք ամեն կերպ տանում եք դրան։ Ես իմ հայ հողի վրա, իմ հայ ազգի մեջ միշտ տեղ ունեցել եմ, ունեմ ու ունենալու եմ։ Այդ դուք մտածեք, որտեղ ինչ ու ոնց եք փախնելու, կհասցնեք արդյոք թե չէ։ Եթե ձեր հետ եղածը ձեր անցյալը, այսինքն շտկված ու բաց դրվի հանրության առաջ։ Մարդիկ, ովքեր այսօր տենց հեգնանքով կամ չգիտեմ ոնց խոսում են մեր մասին։ Ահա որ զգուշ եղեք, ու մի հատ ձեզ հայլու մեջ նայեք, գցեք բռնեք, արժի դա այդքան, թե չէ, որ դուք հիմա բզբզակ, ես չեմ բզբզալու, ես կոչնչացնեմ ձեզ ձեր անցյալի տեղեկատվությամբ, ես չեմ ուզում մտնեմ այդ դաշտ, իմ դաշտում այդպես բան էլ դուք չունեք, որ տակ հանրությանը բացի ձեր շառից, տգետությունից ու զրպարտանքից։ Բայց եթե ես անցա դրան, նորից եմ ասում, անձամբ ինձանից չէ, բայց Լույսի բանակ ունի այդ թիմը, որ անես ձեզ կոչնչացնի, ուղղակի հանրային հարթակում տեղ չեք ունենա, Հայաստանում տեղ չեք ունենա, ու ստիպված եք ելնելու վիրահատվել, որ գոնե դեմքով չճանաչեն ձեզ, որ չգիտեմ, թե ներսում, թե դրսում գտնվող ձեր ամորձիները գլանների հետ չփոխվի։ Հենց որ խելոք մնացեք, որպես ադրբեջանցի լրտեսներ, որոնց արդեն բացահայտել ենք, ուղղակի սպասեք պատժի դրա համար, ոչ թե համել խայտառակվելով։ Մնացածը ոնց գիտեք, կարաք շարունակեք, կարաք ուղղակի խելոք վերընկնեք տեղներդ։ Հայր ջան, մայիսի 1-ին երեկոյան ժամը 18:00 բոլորս մի մարդու նման հավաքվում ենք Ազատության հրապարակում այս կեղտին համընդհանուր վերջ դնելու։ Երկրորդը այն բանի նկարն են շրջանառում այդ Ռոման, որ չգիտեմ, իմ համար ինքը զուտ ինչ-որ ֆաունայի ներկայացուցիչ է, մանավանդ դրա նկարները տենալուց հետո, ասենք ինչ կապ ես պետք է ունենամ դրա հետ։ Այդ լուսանկարը արվել է Ջամբո էկոպարկում, որի տերը իր ծնունդի օրը հրավիրել էր տարբեր մարդկանց, աճպարարների, դերասանների, երգիչների, քաղաքական գործիչների, դա ռեստորան էր, որտեղի հյուրերի համար ես չեմ պատասխանատվություն կարողը, հասկանում եք, ում են կանչել։ Այդ դրան էլ կանչել են որպես բլոգեր գա լուսաբանի եսի ինչ անի։ Էհա որտեղ լրագրող տենաս հո չես հարցնում, շատ կներեք դուք Նիկոլա կանեք, թե Գոմիկ ասենք, թե սիրում եք, երբ աղջիկը ձեզ եսի ինչ անում, նկարվում եք։ Դուք տես բաներ անում եք, հարցնում եք, դա իմ սեղանը չէր, հասկանում եք։ Դա հյուր էինք հրավիրված, որտեղ տարբեր մարդիկ կային, որոշները մինչ օրս ինձ շատ հարազատ մարդիկ են, լուսանկարի վրա չեն երևում։ Մի խոսքով, մեկին մանկուց էի ճանաչում հաղորդավար էր, մեկը
ու սրան էին բերել որպես լուսաբանող, որովհետև այդ ժամանակ էդի ուներ տենց մեծ աուդիտորիա, ինչ որ քարոզներ էր տանում, չգիտեմ ինչեր էր անում, լուսաբանում էր, բաներ անում, բերել էին որպես լրագրող նկարեր գցեր։ Նստե ես ինչ ապուշ բաներից էր խոսում, ես այնտեղ ասենք պատասխանատվությունը իմը չի այդ սեղանի հյուրերի։ Վաղը ձեզանից յուրաքանչյուրը կարա ինչ-որ միջոցառում անի ու ներկա գտնվեմ, որտեղ այն ծերը մի հատ ռոմանանման մեկ լինի, որ սկի դուք չգիտեք, ես ում եք կանչել, որտեղ դեռ հետո պետքա բացահայտվի։ Դրան տեսել եմ այդ մի անգամ ու այն որ լավա հետո չեմ հանդիպել, իրա համարա լավ, հասկանում եք, որտեղ նմանին հանդիպելուց մանավանդ մեր նման մարդկանց կողմից դժվար ինչ-որ մի լավ բանով պսակվի։ Եվա վերցրել են այս նկարը, տեսեք բան ու ես չգիտեմ, սրանք ես վստահ եմ, որ այդ նկարը տարածողները, այդ քարոզը տանողները, բաները իրանք էլ լավ գիտեն, որ այդ իրանց ասածը տենց չի, ուղղակի իրանց պետքա տենց քարոզ տանել, որովհետև իրանց քաղաքական պապաները ասել են ինչքան կարում եք դեմ խոսացեք, որտեվ այո, սա միակ մաքուր ուժն է, որ կարա գեներացնի այն քանակությունը, որ կտա սաղի ստիրումեր կանի։ Սրանք էլ աշխատում են, վերցնում են ամենապրիմիտիվ բաները, վերցնում են մի հատ այս նկարը, այն նկարը, չգիտեմ ինչը։ Ես հիմա խոսում եմ adekvat մարդկանց հետ, որովհետև այն մարդիկ, ովքեր բնատուր հասկանալու այդ խնդիր ունեն, կյանքը կողքներով անցել կամ, ասենք, դեբիլ է հիմա այդ մարդը, անհնար է բացատրել։ Բայց adekvat մարդ, ով մարդ է, սպահի տակ ընկավ ինչ-որ հոսանքի տակ, ես հիմա խոսում եմ այդ մարդկանց հետ, ու ոչ թե արդարանալուց համար, ոչ մի դեպքում, այլ ուղղակի ցույց տալու համար այն, որ տեսնեք, թե ովքեր են մեզ դեմ խոսում, չկրթված, անկիրթ, շարբազ, իրոք դեբիլոտ, բարոյական հղիություն տանող, նախանձ, վախկոտ, որովհետև այո, գաղտնիք չի, որ մեզանից վախենում են, որովհետև մենք չունենք ղեկավարող այս քաղաքական դաշտի մեջ, որ որոշները դիմեն այդ ղեկավարողներին, ասեն ասեք թոսե, մենք անկառավարելի ենք, մեզ կառավարում է միայն մեր գենը, արյունը ու նպատակները։ Հաջորդը, ես հետո ընդհանրացրած այս ամենին, մի երկու բառով կանրադառնամ հեսա վերջում։ Հաջորդը ինչ, բանի, կուլոններով նկարները, այնքան են անգրագետ, այնքան են անկիրթ, չտեղեկացված ու թերի զարգացած, որ իրանք նույնիսկ չգիտեն, որ դա հայկական նշան է։ Գիտեք ում կարակ ասեք ջհուդ այդ բանից ելներ, օրինակ եթե մեկը ձեր սիրելի Լևոն Տեր-Պետրոսյանի պես Իսրայելի դրոշն է թափահարում ազատության հրապարակում, կամ այդ կուլոնի փոխարեն Իսրայելի դրոշը վրեսելներ, ուրիշ բան։ Անգրագետեք այն աստիճան, որ հայկական ցանկացած եկեղեցում, եթե ոչ բոլոր, լավ, ուրեմն 99.9, սա կհաստատեն հոգևորականները, խորը հավատացյալները, տերտերները, Բագրատ Սրբազանը, հարցրեք, ով հետը կապ ունի, 6 ծերանի աստղը ցանկացած մեր հայկական եկեղեցում կա, ու ուր էին ջհուդները, երբ հայերը օգտագործում էին այս սիմվոլը։ Հայկական առաջին մայր տաճարը, Էջմիածինը, զարդարված է այդ բազմաթիվ այդ նշաններով, որը կոչվում է հեքսագրամ։ Լիքն է, գնացեք Էջմիածին նայեք, այդ նույն 6 ծերանի աստղը բազմաթիվ տեղերում կհանդիպի, նույն մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Հաջորդ օրինակը Հասան Ջալալյանների տոհմի այդ հայ իշխան Խաչենի գերեզմանակարին կարելի է նկատել, որ գտնվում է Արցախի Գանձասար եկեղեցում նույն նշանը։ Այն որ Երուսաղեմում գտնվող հայկական եկեղեցին, եթե չեմ սխալվում, Սուրբ Հակոբոսի տաճարը, որտեղ այդ նույն 6 թևանի աստղը կամարներն է պահում ու զարդարում, մի ահռելի մեծ գմբեթ է այդ նույն նշանով։ Ու այն որ հայերը այս նշանին ծանոթ էին դեռ շատ վաղուց, մինչև հələ հрьяաների իմանալու իրանց դրոշի վրա դնելը, դա փաստ է,
ուղղակի ստեղ մնում է մի հատ փաստ, որ դուք եք անգրագետ ու ձեր անգրագետ, յուղոտ, ճենջոտ դեմքերով փորձում եք դա մատուցել, որ այս մարդիկ բանա ջհուդ է, ես նորից եմ ասում ջհուդ ասեք նրանց, ովքեր այդ Իսրայելի դրոշով են ի հայտ գալիս, Իսրայել են փառաբանում կամ իրոք ջհուդ են, ես չգիտեմ։ Հիմա ով մեզ ասում է ջհուդ, ես վստահեցնում եմ ձեզ։ Իրանք ադրբեջանցի արունով, էությամբ, ադրբեջանցի լրբի վաստակներ են։ Ոնց կարամ ես լնեմ ջհուդ, եթե իմ տատու հայրը Հովանես Տեր Հարությունյանը Անդրանիկ Օզանյանի մարտական ընկերն է, կյանքի ընկերն է, իր ջոկատից է։ Հովանես Տեր Հարությունյանի հայրը Ավետիք Տեր Հարությունյանը Եղիշե Տեր Հարությունյանի բարեկամն է, Եղիշե Տեր Հարությունյանը Գարեգին Նժդեի հայրն է։ Ասենք հիմա ոնց կարա ինձ ջհուդ ասողը չլինի ադրբեջանցի։ Սա առիթ էր, որպեսզի բացահայտվեն բոլոր յան ազգանուն կրող ադրբեջանցիները։ Հիմա տեսեք, սա էլ տենց իր հերթին։ Ես ինչի համար եմ միշտ ասում ինքնակրթվեք։ Հիմա սիմվոլների հետ կապված սվաստիկան, որը համարվում է այսօր ֆաշիզմի ու Հիտլերի նշան, սիմվոլ, այդ նույն սվաստիկան եղել է հին հայկական սիմվոլ, քանի որ տեր չեղանք, կոնկրետ ես ու դուք չէ, մեր պապերը, Հիտլերն արեց իրանով, որտև մեծ կատալոգների մեջ փնտրում էր արիական նշաններ, որոնցով ինքը կարա մատուցի իրան որպես արիացի, ինչից ինքը շատ հեռու էր, գտավ այդ սիմվոլը, արեց իրանով, այլևս դա հայերինը չի։ Այդ նույն, որ հիմա այսօր կոչվում է Դավթի աստղ, այդ հեքսոգրաման, այդ եղել է նույն մեր հայկական, միայն հայկական սիմվոլ, այնքան տեր չեղանք, մինչև էդ էլ ջհուդները վերցրին իրանցով արին։ Այսօր մեր լույսի բանակի դրոշը տեսել եք, Արտաշեսյանների դրոշն է, Տիգրան Մեծի դրոշն է, այդ մեջի արևը այսօր կամած, որ նայեք տարբեր թվականների Էրդողանի ելույթները ամբիոնից, Այն ամենասկզբից այդ նույն արևն էր դնում նույն կարմիր գույնի ֆոնի վրա ու լիքը շողերով։ Գնալով այդ շողերը պակասում են, ամեն տարվա հետ ինքը ավելի պակաս շողերով ամբիոն է դնում։ Ու ես համոզված եմ, որ մի քանի տարուց ինքը դնելու է հենց 8 շողերով արև, որ իրականում էլ Սիրիուս աստղն է, դա էլ ուսումնասիրեք, դրանով էլ ինքնակրթվեք, Սա մեր հայկական պատմությունն է, դուք չգիտեք, ովքեր արմատապես հայի նվիրալ են, ուզում են վերականգնեն ու պահպանեն հայի սիմվոլիկան, որոշ տգետ դեբիլներ անվանում են ջհուդ, որոշները ֆաշիստ։ Այսինքն, երբ որ Էրդողանը հասավ այդ արևի արդեն 8 շողին, այտենց պակասացնելով, այս մեր Արտաշեսյանների դրոշը բարձրացնելու ենք, հիմա էլ ասեք սրանք թուրք են, որտև Էրդողանի Էսեք դուք այն մարդիկ, ովքեր փորձում են մեզ վարկաբեկել, տգետ, չկրթված, թերի զարգացած, ուղակի աբիժնիկներ։ Դրա համար սիրելի հայ ազգ, այս դեգեներատներին բացատրեք, որ ինչը որ դեպքում է, որը ոնց կարա լինի, ամեն ինչ չի փաստ, ինչը ձեզ ներկայացնում են որպես փաստ, ամեն ինչ չի նենց ոնց ձեզ որոշ դեբիլներ փորձում են մատուցել ու իմիջայլոց բոլորին արդեն հայտերը տրված են բոլորը ձրպարտող կուտոկը այդ աղբամանը շատ շուտով համ հերքելու է այն ինչ հաչացել է համ ներողություն է խնդրելու համ էլ ֆինանսապես արդեն որպես տույր իրան ձրպարտանքի կաջակցեն մեր շարժմանը Սա լինելու է, որովհետև երկար մտածելուց հետո այն, որ ասում ես լավ դնես սրա մաման լացացնես, չէ, մեկը դեբիլ են չեն հասկանում ու դու ես տուժելու։ Էսենց թող համ դասը լինի, համ հերքեն, համ ներողություն խնդրեն։ Հələ տենան, որ տենց իրանց դնում են ձիգ ու ուժեղ կենթանիների տեղ, կարողանալու են մինչև վերջ իրանց ասածը տան։ Հեսա խելոք մոմսիկի պես իմիջալոց ջնջեն, չջնջեն, դա էլ նշանակություն չունի։ Համ կհերքեն, համ ներողություն կխնդրեն, համ դու գանք տույժ կմուծեն։ Գիտեք, այսօր տարատեսակ
երևի մի 8-9-10 ֆրոնտով փորձում են, չգիտեմ, հիասթափացնեն երևի ինձ սկզբից, հետո մյուսներին, տարատեսակ թյուր ծնունդներ, էլ ջհուդ են ասում, առանց իմանալու մեր արմատները մինչև ուրա հասնում են մարդկանց, ում առաջ իրանք խոնարհվում են, որը կգա դրա մասին էլ կբարձրացնենք, կբարձրաձայնեմ, ու նման արմատներ ունեցող մարդկանց անվանել ջհուդ, անվանել ինչ, ես հիմա ապավինում եմ բացառապես ադեկվատ ու պատասխանատու սթափ գիտակցող հայ մարդու աջակցությանը։ Մնացած այդ բամբաս բյուրոները, բարոյական հղիություն տանող բլոգերիկներ, չգիտեմ, փնթի կներեք խոսքիս համար, բայց դրանք կին չեն, էգեր են, որտեվ կենթանական աշխարհի ներկայացուցիչ են ավելի շատ քան մարդկային, փնով են, ծաղր են, չգիտեմ ինչ անեն, այն դեպքում, որ առանց մի հատ հովանավորի, առանց որևէ մեջք ունենալու, անձրևի տակ, այն որ մեր ունեցած ռեսուրսով, մենք չունենք այն ռեսուրսները, որ ունի ներկա ու նախկին իշխանությունը, որովհետև իրանք այդ ռեսուրսն ունեն հենց մեր չունենալու հաշվին, ու այսօր մեր չունեցած կարգավիճակով մենք անում ենք ավելին, քան երբևէ որևէ մեկը փորձել է անել, սա չգնահատել ու սկսել փնովել բամբասանքների հիման վրա, ինձ գալի ասում են, գիտեք, ձեզ մարդիկ ուզում էին միանային, բայց չեն միանում, որովհետև դուք Աննայի հետ կոսմետիկայի բիզնես ունեք, որովհետև դուք բան եք, մասոն եք, աղանդավոր եք, չգիտեմ, այն դեպքում մանավանդ աղանդի հետ կապված, որ ամբողջ կռիվս, մեր ամբողջ քաղաքական ծրագիրը ներառում է հենց այդ դեգրադացնող կառույցների հեռացումը հայի իրականությունից։ Ես չեմ պատկերացնում մեր օրոք որևէ կառույց, որը կարա կոչվի աղանդ, որը կարա քարոզի այլակարծություն կրոնի մեջ կամ ու մեղադրել ինձ դրանում, դա ոչ թե աբսուրդ է, ես չգիտեմ, պարապ են այս մարդիկ, թերի զարգացած են, կրկնեմ, ուղղակի բարոյական հղիություն են տանում, չգիտեմ ինչից, ես ինչ ասեմ։ Շատերը աղանդավորական շարժում են ասում են, աղանդավորական շարժում է սկսել Կարեն Արայանը, ինչպես կմեկնաբանեք սա։ Ու դա էլ հիմք են համարում, որ ձեր չմիանան։ Դուք տենում եք մեր պաստառները։ Արտաշեսյանների դրոշով ու Գարեգին Նժդեի պատկերով։ Հիմա ինձ ասեք, ստեղ ինչն է աղանդավորական։ Կամ ես ուր աղանդավոր ընդհանրապես։ Մի հիմար անպատասխանատու մի բան, չգիտեմ, բերանով թե որտեղով բաց է թողել իբր միտք, մնացածն էլ բռնև ազում են առաջ, ասենք ինչն է, մի հատ դուք նայեք, ինչ եք տենում աղանդավորական, որ խոսքս է աղանդավորական, որ ասում են Բարսելոնորն է, բա ով որն է, Նիկոլը, թե ոմանց համար Սերժը կամ Քոչարյանը, հիմա իրանք են աղանդ, թե ես, սա նոր աղանդ է, ինչ-որ բամբաս բյուրոյի աղանդ, որը մեր դեմ է աշխատում։ Իմ ինչն է աղանդ, եթե իմ ամեն բջիջը ներծծված է ազգայնական գաղափարախոսությամբ։ Եթե դա աղանդ է, հարց չկա, ուրեմն աղանդ է։ Մեկը իմ համար ոնց է կոչվում։ Բայց այն ինչ իրանք նկատի ունեն, հենց իրանք են դա սեկտա է, որը աշխատում է ցանկացած ազգայնականի դեմ։ Այսօր մենք ենք ի հայտ եկել, մենք ենք առաջ եկել։ Մեր դեմ են աշխատում։ Հիմա աղանդը ես եմ, թե դրանք։ Հենց որ դուք էլ հայր ջան ամեն ասացի տենց մի վազեք, այսօր լույսի բանակը ամեն ինչն է ներդրել իր այս պայքարի մեջ, որպեսզի ձերբազատվենք ներկա ու նախկին իշխանություններից, որոնց արբանյակները այսպես տգետներն են, ովքեր ձեզ միշտ տարիներով շեղել են, սխալ ու թերի ինֆորմացիա են տվել, ուսեն շարունակ։ Ու մի հիմնական բան էլ, որ անընդհատ մեջ բերում են, դու դատվել ես այս թեմայով, այն թեմայով, այն դերասանուհին բան, դրան որպեսզի նորից ինքս չանդրադառնամ, բազմիցս ասել եմ, որ Սերժ Սարգսյանի օրոք, մենակ ես չէի, որ ուղղակի տեն զրպարտությամբ որոշների հաճույքների խաթր, մենակ ես չէի կալանավայրում այդ նմանատիպ թեմայով, բանսարկություններ աչուձախ, լիքը մարդիկ, ովքեր դրա մեջով անցել են կհաստատեն, ու ես բացառություն չեղա։ Սերժի ռեժիմն էր, որը զրպարտանքներով մարդկանց դատում էր, խեղաթյուրում էր ճակատագրեր, ու շատ մարդիկ այդ ամենից հետո դուրս են եկել թքել են ու թողե գնացել են Հայաստանից։
Այսօր ես ուզում եմ, որ այդ բոլոր մարդիկ վերադառնան, իրենց զրպարտանքով դատողներին կանգնած տեսնեն դատարանի առաջ, ու սենց լիքը տարբեր շարունակ հետաքրքիր բաներ։ Ես այսքանով կեզրափակվեմ ու այդ կոնկրետ այդ դատվածության պահով տեսանյութը կա։ Ով նայելա կարակ արդեն անջատեք չնայեք, ով չի նայել, որպեսզի չփնտրեք։ Հիմա սրանից հետո նորից կխնդրեմ, որպեսզի տեղադրվի, կծվի այս վիդեոին ու շարունակությունը արդեն նայեք, դա էլի պատասխան նրանց, ովքեր ասում են, օ, տեսեք, դատվել է ինչ թեմայով, այսօր ինչ ա ուզում անի։ Ուղղակի մինչև այդ տեսանյութը նորից գալը, ես ուզում եմ մի բան ասել բոլորիդ։ Ինչ ուզում է եղած, նույնիսկ եթե տեսեք 7, 10 կամ 20 տարի առաջ ոչ թե եղել եմ շատ վատը, ասենք ամենավատն եմ եղել։ Դուք նայեք այսօր ես ինչ եմ անում, որովհետև յուրաքանչյուր մարդ, ձեզանից յուրաքանչյուրը հրեշտակ չի ու ապրում առաջի անգամ։ Մանավանդ եթե քո խառնվածքը նենց է, որ դու միշտ պատերին ծեփված ման չես գալի, այլ քայլում ես բարակ տեղերով, ռիսկի դիմելով։ Հիմա ես էլ տենց խառնվածքի տեր մարդ եմ։ Երբեմն կարող է եւ մի փոճուր ոտդ այլ տեղ դնես ու այն տարիքում որ չգիտեմ 18-20 ու բերել այսօր 20-30 տարի առաջվա վաղեմություն բան ցույց տալ որ օ տես սա չգիտեմ ինչ ոնց դա էլ adekvat մարդու բան չի հիշեք որ յուրաքանչյուր ցմա դատապարտված դա ապացուցված փաստ է 7 տարի կալանքը կրելուց հետո ինքը չի գիտակցում ինչի համար է նստած, որովհետև այդ 7 տարիներում, ինչպես ձեզանից յուրաքանչյուրը, ամեն բջիջով մտածելակերպով ու ամեն ինչով անենց է վերափոխվում, որ 7 տարի առաջվա իր արած ինքը ոչ կարա գիտակցի ոչ էլ։ Հիմա իմ դեպքում, եթե ես նույնիսկ չեմ արել, ես նույնիսկ այդ ժամանակ չէի գիտակցում, հիմա ինչ պետք է գիտակցեմ, հիմա ինչ մտավախություն պետք է ունենամ։ Այն դեպքում, որ ամեն ինչ կազմվեց զրպարտանքի վրա ու պետք էր ես նստեի, ես նստեցի, ոմանց էր տենց պետք։ Դրան ժամանակն էլ կգա, ես ասել եմ ու ասում եմ, ես եթե դա դիտարկվում է որպես վատ մարդ, ապա իմացեք, ես շատ վատ մարդ եմ այդ առումով։ Ես ի վիճակի չեմ ոչ լավը մոռանալու, երբ մարդը լավ է տրամադրված, երբ աջակցում է, երբ գնահատում է, ոչ էլ վատն եմ կարողանում ներել։ Ուստի վստահեցնում եմ բոլորիդ, յուրաքանչյուր ով արժանի է ցնծալու մեր կերտած Հայաստանում ինքը ցնծալու է։ Ուզի չուզի կգտնենք ինքը կցնծա, իրան այդ ուրախությունը կտրվի։ Այնով արժանի է պատժի, ցանկացած մակարդակի վրա ու ցանկացած չափի ու խստության։ Չի լինելու որևիցե մեկը, ով այդ պատիժը չկրի։ Այո, ես շատ լավ հիշողություն ունեմ ու այդ հիշողությունը օգտագործում եմ լավ տրամադրված մարդկանց հանդեպ, օգտագործում եմ վատ, անհիմն վատ տրամադրվածների հանդեպ։ Դրա համար այս բարբաջողների օրը պատասխան տալու արդեն իսկ ընթացքի մեջ է։ Վաղը կլինի ավելի մասշտաբային ու ավելի հետաքրքիր։ Դրա համար էսա ժողովուրդ սրանց ունեցած էսա հիմա սրանից հետո կարող է ուրիշ նոր բաներ սկսեն խոսալ հավատացեք ես ամեն անգամ չեմ նստելու ու սենց այս դեգեներատների բարբաջանքներին անդրադառնամ ես ընդհանրապես մտածելու բան չունեմ ես չունեմ նենց արած որ ասեմ վայ բայսի բայնի եւ այլն դրա համար այս մարազմատիկ դաշտը այս սրահուները արբանյակների որ քսի են տալի մեկին անվճար մեկին փողով որ ինչքան կարակ հաչացեք լույսի բանակի դեմ, որ մարդիկ ձեզ լսեն, էլ չեն մտածում, որ իրանց լսող մարդիկ adekvat են ու խելամիտ, ի տարբերություն իրանց շրջապատների ու իրանց մեջ խելամիտ մարդ տեսնողների, որովհետև իրանց մեջ խելամիտ մարդ կարա տեսնի մենակ իրանց պես դեբիլ է, իսկ իմ ազգը դեբիլ չի, իմ ազգը հիմար չի, ոչ էլ տենց հոդված տպեցին ու կուտը կերան, նայում ես մեկնաբանությունները են մեզ հարկաբեկող հոդվածների տակ, ասում ես լավ, 90%-ը այդ հրապարակումը անողին տիրում էր անում, բայց իրանք մեկը շարունակում են, ու դա փաստում է հենց իմ ասածը, որ այո, իմ ազգը adekvat է ու գիտակից, իսկ այդ դեգեներատները միշտ եղել են ու կլինեն, Նժդեի ժամանակ են եղել, Մխիթար Սպարապետի ժամանակ են եղել, Եղիշե Չարենցի ժամանակ են, բոլորի ժամանակ եղել են, հիմա էլ կան, նորմալ է, ուղղակի ես
պարտքս համարեցի անդրադառնամ այս ամեն ինչին ինչի համար, որպեսզի նույնիսկ adekvat մարդը այդքան տես դրանց կողմից իրանց էշխելքով համոզիչ քարոզներին մարդ ես էլի կարող է ասենք պայտակ տրվի։ Դրա համար սա իմացեք ու ձեր հետևությունն արեք, թե ովքեր են մեզ զրպարտողները։ Տագետ, դեբիլ, դեգեներատ, աբիժնիկ, նախանձ, չկայացած, չինքնահաստատված, քաղաքական պապաներով լի ու չգիտեմ էլ ինչեր էլի, սենց հա կարելի է թվարկել։ Հիմա էլ բոլորիդ ասեմ, մինչ հանդիպում մենք հեսա արդեն մի քանի ժամից երևի այս տեսանյութը նայելուց, ձեր նայելուց, մենք արդեն կլնենք մարզերում, բայց ամեն դեպքում Աստված օրհնի բոլորիդ բարձր սիրով ու ճշմարտությամբ ամսի 1-ին, մայիսի 1-ին երեկոյան ժամը 18:00 բոլորից սպասում ենք Ազատության հրապարակում, եկեք, բոլորդ եկեք միասին կազմենք այն քանակությունը, որը ստարտի համար անհրաժեշտ է, ու ես ձեզ խոստանում եմ, Նիկոլը կսկսի շատ լուրջ մտածել իր հրաժարականի մասին։ Այսքանը։ Հիմա դատվածության հետ կապված սա էլ նայեք ու բոլորիդ բարի օրվա ժամ։ Ես ուզում եմ, որպեսզի ժողովրդի համար հասարակության մաքսիմալ լինի պարզ, որ Կարեն Արայանը երբևիցե պոռնոգրական նյութեր չի տարածել Անժելա Սարգսյանի դեմ։ Եվ այդ բարձրաստիճան ոստիկանը եւս ինձ ասեց մեղմ ասած զակաս։ Գործով ձեռք բերված ապացույցներով ընդհանրապես Կարեն Արայանի մեղքը ապացուցված չէ։ Զանգ, խոսակցություն, մեկը չի 10 չեն, 200-ը չեն։ Բոլորի բերաններում նույն բանն է ֆռում, արդեն հոգնել ենք։ Թերի կատարված քննություն։ Այն անձի անունը, ով գրանցել Անժելա Սարգսյան կետքում կայքը, որը ոչ մի կապ չունի Կարեն Արայանի հետ։ Համոզվել ենք, որ շիուսուտ գործը եւ Կարեն Արայանին անարդար դատավճիռ են իրականացրել։ Նախքան դա նա գնել էր թաքնված տեսախցիկ։ Ոնց կարելի էր մի քանի ամիս գնալ ցուցմունք փոխել, ոչ սա եղավ, հետո նա եկավ, այդ տղային սարքեցին գազան, ատրճանակով գալիս էր նկարահանման տաղավար։ Այս ամեն ինչը միասին դիտելուց հետո մենք էլ չենք անդրադառնալու այս թեմային, բացարձակապես չենք։ Բարև սիրելի հայեր ջան, այսօր որ պետքա ձեր հետ զրուցենք, մի քիչ լայնածավալ լինելու, որովհետև փաստեր ունենք ներկայացնելու ձեզ ու փորձելու ենք ամեն գնով այնպես անենք, որպեսզի ժողովուրդը հայ ազգը հասկանա մի բան, որ չի կարելի բանսարկուներին, բամբասանքներին, այդ բամբասող տեսակի մարդկանց ընդհանրապես հավատալ ու լսել, որովհետև երբ որ մարդիկ տեսնում են, որ ստացվում է մի բան, որը որ հայ ազգի մոտ եղել է 88 թվականին, դրանից հետո ոչ մի անգամ չի եղել այս բան, փորձում են արդեն բարձրաձայնեն բաներ, որ ընդհանրապես խելքից դուրս է, ընդհանրապես չի ընդունվում, ճիշտ չի։ Փորձեմ Կարեն Արայանի խոսքերը վերարտադրեմ հիշելով, որ ասում է, ուզում եմ, որ հայը հային սիրի, հայը հային չկցի, հայը հային միշտ պահի, հայը հային բարձրացնի։ Խնդրանք խորհուրդ առաջարկ բոլորիս, որ թողենք մի կողմ ցանկացած արհեստական բան ուղղակի պարզ աստվածային սիրով իրար սիրենք ու գոնե երկրի ներսում չուրախացնելով թշնամիներին։ Մի քիչ adekvat, մի քիչ ավելի ըմբռնումով մոտենանք մեկս մյուսին։ Ցանկությունս իմ այն է, որ հայը հային սիրի, հայը հային չդավաճանի, հայը հային չփնովի, կեղտման չգա, մեկին գցելու հաշվին չբարձրանա, տեղից մենք շատ տուժվեցինք հերիքը։ Ես ուզում եմ, որ բոլորդ հասկանաք այս միտքը, ու այս ամբողջ այս խոսակցություններից հետո զանգ, խոսակցություն, մեկը չի 10-ը չեն, 20-ը չեն, 100-ը չեն, 200-ը չեն, բոլորի բերաններում նույն բանն է ֆռում, արդեն հոգնել ենք։ Կարեն Արայանի անցյալի մասին մարդիկ բարձրաձայնում են Անժելայի եւ Կարենի կապի մասին, շատ են բարձրաձայնում ու շատ մարդիկ շատ բամբասկոտ խոսակցություններով առաջ են գալի։ Մենք շատ փաստեր ունենք ու ապացուցվել է հանձինս, որ Կարեն
Արայանը ուղակի զոհ ա եղել այդ ամբողջ պատմության մեջ, սարքել են գլխին իր երիտասարդ տարիների ընթացքում ու այդ թեմաները տենց բարձրաձայնել են, քնած թեման հիմա վերոհիշվավ, հա, նորից վեր բարձրացավ, պլյուս դրան Կարեն Արայանը մասոնա, Կարեն Արայանը Պուտինի մարդն է, Կարեն Արայանը Նիկոլի դրածն է, Կարեն Արայանը Սերժին է պատկանում, Քոչին է պատկանում, սենց լիքը թեմաներ։ Ու մենք այսօր փորձել ենք ամեն ձևի մեր ղեկավարին պաշտպան թիկունք կանգնենք ու պետքա փաստացիորեն բոլոր ամեն ինչը որ եղել է կապված այդ շինց ու գործի հետ մենք վերհիշենք ու ձեր հետ միասին փորձենք հասկանալ, մտածել, արդյոք էսի տենց է։ Մեր միակ այստեղ ամենակարևորը ես ինքս որպես փաստաբան, որպես Կարեն Արայանի պաշտպան, կարծում եմ, որ գործով ձեռք բերված ապացույցներով ընդհանրապես Կարեն Արայանի մեղքը ապացուցված չէ։ Այստեղ ուղղակիորեն խախտվել է անմեղության կանխավար կածը։ Նախնական կարծիքը ես դες ասեմ, որ այս վարության նախնական կարծիքը հետևյալն է։ Թերի կատարված քննություն։ Ինչու՞ մա թերին։ Առաջինը չի կատարվել կոմպլեքսային փորձաքննություն։ Կոմպլեքսային փորձաքննության մեջ մտնում է համակարգչայինը, մտնում է նկարները, բարձում է որտեղից է այդ նկարները տրվել։ Դες կարելի է ցանկացած մարդուն մի 10 հատ նկար հրապարակել ու ասել, որ սա քողարկածն է, հետո խաբեությամբ կամ ինչ-որ մի ձևի համոզել, ինչ-որ ցուցմունք գործել ու դրա հետևանքով կեղծ ցուցմունքներով ստեղծել մի իրավիճակ, որ այդ մարդը այսօրվա դրությամբ մեղավոր է, երբ որ նա ընդհանրապես պորնոգրաֆիկ նկարների տարածման հետ ընդհանրապես կապ չունի։ Լսեցիք, հիմա հասկացանք, դա իմ իմանալով Կարեն Արայանի պաշտպանի խոսքերն են, որից հետո հիմա այս մի տարբերակը լսեք, սա Հայաստանում երիտասարդների լիգայի ղեկավարի խոսքն է, որոնք որ եկել են եզրակացության, որ շինց ու գործ է, եւ փորձել են գնան այդ գծով ու բացահայտել են։ Լսենք միասին։ Նախ Անժելա Սարգսյանը համարվում է կյանքի խոսք աղանդի անդամ, իսկ մենք պայքարում ենք հենց աղանդավորների դեմ իրանց անօրինական գործունեության։ Բացի այդ, մենք հարցում ենք ուղարկել, ճշտել ենք այն անձի անունը, ով գրանցել է Անժելա Սարգսյան.com կայքը, որը ոչ մի կապ չունի Կարեն Արայանի հետ, եւ հենց այդ փաստը շուտով մենք ներկայացնենք նաեւ հանրությանը։ Պետրոսյան Դանիել, Միացյալ Երիտասարդական լիգա հասարակական նախաձեռնության համանախագահ։ Մեր կազմակերպությունը զբաղված է վերջերս զբաղվում է Հայաստանում կայքայի շրջանական կազմակերպությունների անօրինական գործունեությամբ, որի ճանապարհին ծանոթացել ենք Կարեն Արայանի գործի եւ ծանոթանալուց հետո համոզվել ենք, որ շինց ու գործը եւ Կարեն Արայանին անարդար դատավճիռ են իրականացրել։ Դրա համար մենք կողոպտում ենք եւ պահանջում ենք, որ ամսի 31-ին վերաքննիչ դատարանում արդարացվի Կարեն Արայանը, որովհետեւ հայսը կարդալուց հետո մի քիչ եթե իրավաբանական կրթություն ունեցող անգլիացի կտեսնի, որ ոչ մի ապացույց չկա։ Անհիմն դատապարտվել են Կարեն Արայանին, Անժելա Սարգսյանի նկարները տարածելու համար համացանցում, սակայն ծիծաղելի այդ որովհետև առանց ապացույցների բացակայության դեպքում դատապարտել են անմեղ մարդ։ Հիմա հասկանում եք ինչա կատարվում, ժողովուրդ ջան։ Ու սենց լիքը փաստեր ունենք։ Լիքը։ Դաժե տվյալ անձնավորության գործընկերուհիները, հա, գործընկերուհիներն էլ են ասում, լիքը բաներ են ասում, որ Կարեն Արայանը իրոք մեղք չունի տեղ, Կարեն Արայանի ոչ մի մեղավորվածություն չկա, կամերա առնել, էս անել, են անել, բոլորը ասում են, բոլորը խոսում են, լսենք։ Ինչում եղավ, ինչի մեզ մոտ այսպես ստացվեց, նախքան այս ամենը, երբ որ եղավ հենց հիմնական առիթը, երբ որ եղավ, նախքան դա նա գնել էր թաքնված տեսախցիկ։
Վերել էին մեր խումբ վաճառելու, շատ փոքրիկ մի բան, եւ քանի մեր խումբը քննարկումների մեջ էր, թե դա ասենք ում է պետք, ինչի համար եւ այլն, նա շատ արագ այդ տեսախցիկը գնել էր։ Բնականաբար ոչ մեկից եւս չհետաքրքրեց, մտքներովս էլ չանցավ մտածենք, թե ինչի համար եւ այլն, օրինականին միանգամից ասաց, որ իմանամ ով է առել, դեռ չգիտեինք մենք։ Ասաց, որ իմանամ մեկը տարել է, չեմ խոսի հետ, որովհետեւ դա մտածելակերպ է, այսինքն ինչ են Հոգեբանություն, իհարկե։ տեսախցիկ գնել, ասենք ինչի համար։ Նորմալ չի դա։ Ես կանայ տեսախցիկը չես նկատի։ Ընդ որում ասեմ, հասենց բանալիների, մեքենայի բանալիների տենց նման մի բան է, որ ընդհանրապես չես 2 ժամ նկարահանում է վիդեո Մաքուր ձայն, եւ նկարահանում է եւ այլն, դա չի խնդիրը։ Անցավ մի ժամանակ, եղավ այս դեպքերը։ Անցավ էլի ինչ-որ մի ժամանակ, երբ որ այդ հոդվածները սկսեցին դուրս գալ եւ սկսեց խոսվել մեր մասին եւ նրա վերադարձի մասին արդեն մեզ մոտ, բնական չի, որ դուք վտանգ կտեսնեք ձեր անձի նկատմամբ եւ թե գալիս է մի մարդ, որը տարիներ շարունակ անում է նման նկարահանումներ, փաստորեն, տարիներ շարունակ։ Իսկ ինչու դա երբեք չի այնտեղ հաշվել։ բոլոր ֆոտոների վրա կան տարեթվեր։ Եթե ուշադիր լինեք, մազերիսաներվածքը, ես չգիտեմ, լավ չի խոսելը դրա մասին, դա շատ տգեղ բան է, բայց եթե այս վիճակն է, որ մենք ստիպված ենք պաշտպանվելու, չգիտես ինչի, ուրեմն ասենք, եթե մի մարդ տարիներ շարունակ նման կերպով է ապրել, նա այդպես ապրել է, նա գնել է այդ տեսախցիկը, նա խնդիր ունի փաստորեն մեզ հետ։ Մենք չգիտենք թե ինչու, գրելով որ մենք նախանձում ենք նրա հաջողություններին։ Բոլորս կայացած մարդիկ ենք այստեղ, բոլորս ապրում ենք, մենք ոչ մի խնդիր չունի ու էլի կրկնենք անձնականի մասին, ընդհանրապես մեզ չի վերաբերում եւ մեր քայլերը, որ մենք ձեզ բացատրում ենք, դա ցույց են տալիս։ Հիմա մենք արդյոք ճիշտ չի, որ վտանգ ենք տեսնում, որ մեր շարքերում առավոտի ցիրիկում լինի մի մարդ, որը ունի նման տենդենսներ։ Խնդիրը դա է, թե նա ինչ է արել, ում հետ, ոնց, ամուսնացած լինելով, չամուսնացած լինելով, աստծուն ունից խոսել, դա մեզ ընդհանրապես ոչ մի կերպ չի վերաբերում։ Ես այդ փորձելով այդ ամեն ինչս հասկացա, որ նա ունի քույր, որ ինչ որ կապ ունի թերթերի հետ։ Այո։ Եվ պատահական չի, որ այդ ամեն ինչը անընդհատ հայտնվում է։ Եվ նույնիսկ ունեմ ծանոթներ, որոնք ասենք իմ գոլեգաներն են եւ ասում են, որ քույրը այդ բաները դրած թևի տակ գնում է, բան շուտ հարցեր է լուծում։ Ամոթ է։ Եթե իսկապես ինքը մտածում էր, որ դա իր անձնականն է, ու ինքը վիրավորվում է, որ ինչ-որ մեկը իրանից դրա համար իր հետ չի ուզում զրուցել կամ իր հետ աշխատել, ընդհանրապես իր կողքին ապրել։ Ուրեմն առաջինը ինքը պետք է մտածեր, որ իր հորդորով թերթերում չհայտնվեր հոդված, ինչի համար էր պետք է իրեն։ Եկեք այդ հասկանանք։ Որ մենք բոլորից շուտ ենք իմացել այդ մասին, այսինքն մամուլից շուտ ենք իմացել 2 շաբաթ առաջ, բայց մամուլում ինքն է առաջինը հայտարարություն արել, որ ինքը մեր կեն նշել, բայց ոչ մեր լուսանկարներ ունի եւ կողքին դրել է մեր անունները։ Ինչի համար։ Այդ հատուկ Անժելայի համար եմ ասում, որ նայելուց ինքը հասկանա ես ինչ եմ ասում, որտեվ ես խիղճ ունեմ ու ես իր վրա քար չեմ գցել։ Ինքը քարը ինքնուրույն գցել է իր վրա։ Սկանդալի կիզակետում դուք եւ սերիալի մյուս դերասանուհիները հայտնվեցիք այն ժամանակ, երբ համացանցում հայտնվեցին Անժելա Սարգսյանի լուսանկարները։ Այդ ամբողջ պատմության հետ, այդ աղջիկները, այդ ստեղծագործական կազմը, այդ ռեժիսորները, այդ 300 քանի հոգի մարդու անուն, որ Անժելա Սարգսյանը տվել էր քննչական օրգաններին, ոչ մեկը դրա հետ կապ չունեին մեզնից եւ ոչ մեկը որևիցե առնչություն չուներ առհասարակ այդ պատմության հետ, իսկ թե ինչ նպատակ հետապնդեց, ինչի հասավ, արդեն կարծում եմ ինքը խիստ փոշմանել է իր արածների համար։ Գնալ էստեղ հայտարարել սա, կազմակերպել իրենց այդ կյանքի խոսք աղանդավորական էր մեր Անժելա Սարգսյանը, ներողություն, բայց բառացիորեն պիտի ասեմ, այդ գազազատ շներին թողել մեր վրա, որ ուղղակի գիտեք ամբողջ խնդիրը որն էր, մեր նույն լրատվամիջոցների սխալ աշխատելն էր։ Նրանք միշտ ներկայացնում էին այն կողմը, որովհետև մենք բոլորս էլ գիտենք, որ այսօր եթե մի աղանդի ինչ-որ մի բան պետք է, տվյալ գիտեք թե ինչ արագ են տարածում այդ ամեն ինչը։ Դուք պատկերացնում եք դա ինչ, ասենք զանգում են քննչականից, դուք գործով վկա եք։ Պիտի գնաս ցուցմունք տալի, զանգում են 6-րդ վարչությունից։ Դուք պատկերացնում եք դա ինչ է։
Ես չեմ մեղադրում, երբևէ դա իր անձնական գործն էր, ինչ ուզում էր թողաներ։ Երբևէ ես նրան ոչ մեղադրել եմ, ոչ կմեղադրեմ։ Ուղղակի այդ ամեն ինչը չէր կարելի բարթել քո կողքի մարդկանց վրա։ Այսինքն մեղքը քո վրայից գցելով մյուսի վրա պետք չի անմեղանալ ու սուրբ հրեշտակ ձևանալ։ Երեք էլեկտրոնային մամուլից ինչ-որ մեկում հայտնվեց, կարծես թե բացահայտել են ով է այդ տղան լուսանկարները տեղադրող 25-ամյա ինչ-որ։ Իսկ դուք տեսել եք, որ նաև իբրև բացահայտել են, թե որ մեզանից մեկն է այդ ինչ են կարել, հորդորել ենք այդ տղային, որպեսզի դա հայտնվի համացանցում։ Հենց դա է ուզում ասել։ Դարձավ մեկն է գործել։ Ոնց կարելի էր մի քանի ամիս գնալ ցուցմունք փոխել, ոչ սա էր, սա եղավ, հետո նա եկավ, այդ տղային սարքեցին գազան, ատրճանակով գալիս էր նկարահանման տաղավար։ Ես այդ տղայի ձեռքը կյանքում բան, ինչ ասեմ, հացի դանակել չեմ տեսել, ինձ կանչել էին, ասում էին, այդ ճիշտ է, որ ինքը ատրճանակով գալիս էր նկարահանման տաղավար։ Սարսափելի ստրես եւ գիտեք ոնց ասենք որ ծնողի արցունքն ես տեսնում ու հասկանում ես որ կատաստրոֆայի առաջ ես կանգնած ու դու այդտեղ քո մեղքի մասնաբաժին անգամ մի փոքր չունես ու քո ծնողը լաց է լինում ինչի համար որովհետեւ Անժելա Սարգսյանը լրատվամիջոցներին թյուր ինչ-որ բաներ է բաժանում ու նրանք սկսում են գզել մի 4 հոգու ինչի համար որովհետև բան սկանդալ էր իրանց պետք ու պետք էր հասնել ինչ-որ բանի Ես ընդհանրապես կոմենտ չեմ տալիս այդ հարցի շուրջ, որովհետև բոլոր խնդիրները, որ առաջացել են, ինքն է արել, ընդհանրապես այն կոնֆլիկտը, որի մասին ինքը գրում է, նման բան չկա, դա ծիծաղելի է, եւ ովքեր գիտեն, թե իրականում ինչ է եղել, բնականաբար հասկանում են, թե հիմա ինչ է կատարվում։ Եթե այդպես է հարցը դրված, ասեմ, որ Անժելա Սարգսյանի որոշումները բոլոր շատ ու դաժե Սենց ասեմ, հա, դերասանուհիների այս խոսքերը լսելուց հետո դուք արդեն պետք է հասկանաք, որ այս ամեն ինչը շինց ու գործ է։ Ես կարամ ասես մի բան էլ բարձրաձայնեմ, երբ որ Կարեն Արայանը ուրեմն եղել է շիստոյում նարուշնիկները ձեռին, հա, այդ ժամանակ նորից վիդեոներ է տարածվել, նորից նկարներ է տարածվել։ Էդի ոնց հասկանանք, լավ։ Այդ մարդ, եթե այդ մարդն է արել, ոնց կարանք էդի բացատրենք։ Ու վստահ եմ, որ 6-րդ բաժանմունքի աշխատողները, ովքեր այդ օրը որ ներկա են եղել Կարեն Արայանի մոտ, նրանք է կհաստատեն։ Դաժե ձեր սիրած մարդն է անդրադարձել Կարեն Արայանի այս շինց ու գործին, հա, ասենց ասեմ, հենց դոգը, հա, Վարդան Ղուկասյանը, դոգ կուսակցության ղեկավարը։ Դոգն էլ է անդրադարձել, որովհետև ինքը այդ ժամանակ Հայաստանում էր ու ինքը այդ ժամանակ աշխատում էր համակարգում։ Ես ուզում եմ բացահայտել մի անհատականության պատմություն, որը որ շատ-շատերին է հուզում եւ վերջին ժամանակներս այդ երիտասարդը դրական իմաստով բավականին ակտիվ է համացանցում։ Խոսքը գնում է Կարենի մասին, Կարեն Արայան, եթե չեմ սխալվում ազգանունը, მე որտեղ անդադ բնախառնում եմ Արայան, բայց ոնց գիտեմ Արայան։ Ուրեմն այդ երիտասարդի հետ կապված բավականին հաճախակի եմ տենում կոմենտարներ, հարցեր են տալի, այդ երիտասարդը դատվել է, այդ երիտասարդը վատ երիտասարդ է, այդ երիտասարդը կապ ուներ Անժելա Սարգսյանի հետ հայտնի դերասանուհի, կապված պոռնոգրական նկարները, Արայան, շնորհակալություն Ռոզան Սիմոնյան ջան, այդ պոռնոգրական նկարներ տարածելը, այդենց վատ բան անել եւ այլն։ Ես ուզում եմ մի փոքր բացահայտեմ այդ պատմությունը, որովհետեւ անձամբ հետաքրվել եմ ժամանակին դրանով եւ այսպես ասած բոլեմին է տեղեկացված։ Ուրեմն 2011 թվականի նոյեմբերին Վսը Գասպարյանը իր թիմով ժամանեց ոստիկանություն, նշանակվելով որպես MVD-ի մինիստր։ Կարեն Արայանի միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբեր ամսին, եթե չեմ սխալվում։ Եվ այդ ժամանակ համացանցը ողողված էր այդ տեսանյութերով Անժելայի, երիտասարդի, կուկուլալա եւ այլն եւ այլն։ Իսկ որպես մարդ մի օր այդ պահը ոնց ընկավ այդ իմաշքի, ոչ նստած էի բավականին բարձրաստիճան մի ոստիկանի կաբինետում զրուցում էինք նախարարությունում եւ զանգ եկավ հեռախոսի վրա, ասես կներես դոկ ջան։
Վերցրեց հեռախոսը, խոսած, այո, այսպես հա դե գիտենք, եւ այլն, հա, շատ վատ բան է, բայց այդ պորնիկը տուդա բան, մտածում եմ խոսում պորնիկ, մորրիկ եւ այլն։ Դրեց, ասեցի, այդ մակավավի պորնիկ։ Ասեց, դու չես բնը պատկերացնի, ինչի մասին է կնեմ խոսք։ Ասի, ապանկեղծացիր։ Համեստության համար ասեմ, որ այդ անձնավորությունը գեներալ էր։ Ասեց, դե ասեմ, ասեց դու գիտես չի Անժելային, ասի հա, Անժելանով չգիտի։ Ասեց գիտես ինչ արեց կ***ին։ Ասի իրեն արե вообще-то, այլ ոչ թե ակտենա արե։ Ասեց հակառակ։ Ասի եւ։ Ուրեմն բանի սպառզվում է, որ Անժելա Սարգսյանը, որ եղել է բուրըն ինտիմ կապի մեջ, երիտասարդ, մեր հաճելի անձնավորություն Կարեն Արայանի հետ, Կարելի հասնում է մի, այսպես ասած, մելոդրամիկ պա, երբ որ այս երկուսը որոշում են բաժանվել։ Ու ես ոչ Կարեն կոչեցալ, ասում եմ, բան գիտես ինչ, давай вот как море корабли։ Անժելան շատ նեղվել է, վիրավորվել է, որ սաղին ես սիկտիր անել դու ինձ սիկտիր անել դու դա սուր ես, տեղին ասում եմ մարդ ինչ սիկտիր անել եւ այլն։ Ասում լավ։ Բայց մի հատ վերջի անգամ եւս կուկուլալա, այս մարդն ասում է օյո։ Անժելա Սարգսյանը բավականին բուրի կերպով պատրաստվում է կուկուլալային, տեղադրելով տեսախցիկներ այն սենյակում, որտեղ որ պիտի լինի կուկուլալան։ Նախքան դա նա գնել էր թաքնված տեսախցիկ։ Վերել էին մեր խումբ վաճառելու, շատ փոքրիկ մի բան, եւ քանի մեր խումբը քննարկումների մեջ էր, թե դա ասենք ում է պետք, ինչի համար եւ այլն, նա շատ արագ այդ տեսախցիկը գնել էր։ Ամենից հետո Էդի հետո է նաև բարձվում, ես նաև ուզում եմ տես, ավելի մանրամասնում եմ, ոչ թե այդ մարդը դե շատ մանրամասն պատմել։ Այլ պատմելուց հետո երբ խոսեցինք փորել, հետո է սա քակտե լավ ջրեր ես։ Բայց արդեն ուշ էր։ Կուկուլանայից հետո անցնում է X ժամանակ, եւ Անժելա Սարգսյանը այդ ամենը նկարահանած գցում է համացանց։ Որովհետև բոլոր խնդիրները, որ առաջացել են, ինքն է արել։ Ինքը քարը ինքնուրույն գցել է իր վրա։ Համացանց գցելուց հետո վազում գալի այն ժամանակ ոդնոկլասնիկի եւ այլն, վազելով գալի դիմավորստիկանություն ու մի քանի էպիզոդային հաղորդում է տալի Կարեն Արայանի վրա։ Էլ ամիսներով բռնաբարել, էլ լուսանկարահանել հրապարակել, էլ խոշտանգել, էլ սերական խոշտանգել, եւ այլն։ Ոնց կարելի էր մի քանի ամիս գնալ ցուցմունք փոխել, ոչ սա էր, սա եղավ, հետո նա եկավ, այդ տղային սարքեցին գազան, ատրճանակով գալիս էր նկարահանման տաղավար։ Ես այդ տղայի ձեռքը կյանքում բան, ինչ ասեմ, հացի դանակել չեմ տեսել, ինձ կանչել էին, ասում էին, այդ ճիշտ է, որ ինքը ատրճանակով գալիս էր նկարահանման տաղավար։ Նու բնականաբար ոստիկանությունը մեն հարց է տալի, ասում են աղջիկ ջան, ամիսներով բռնաբարելը ո՞րն է։ Բռնաբարում են մի անգամ ճամփ են դնում։ Դրանից հետո քեզ ո՞ց են մի անգամ բռնաբարել թողե, 3 հետո նույնց եկե բռնաբարել, 6 հետո նույնց եկե բռնաբարել։ Այդպես բռնաբարություն ալնա։ Մի հատ սթափի մտածի ինչ հաղորդում ես տալի։ Ոստիկանությունը մտադրված է եղել հաղորդումը չընդունելու, դա խոսքը գնում է ալիքի ժամանակ։ Բայց քանի որ Անժելայի հետևում այդ ժամանակ բարձբուն իմաստով կանգնած ալը Սերժի եղբայր Սաշիկը, դրանից հետո նաև էլի մի շարք բարձրացած անձինք ուղում են այդ երևույթը եւ գնում է մեկ էպիզոդ։ Դա էլ է կոտրվում, քանի որ դա էլ արդեն ասիկան ոչ մի տեղ չի տեղավորվում մարդու հետ ուղեղի մեջ այդպիսի բռնաբարություն, որը շաբաթներ հետո եւ այլն, մնում ամենակ ինտիմ լուսանկարների հրապարակումը եւ այլն։ Բայց հետո ես իմ աղբյուրներով բնապարզում եմ, որ Անժելա Սարգսյանը հրապարակելուց առաջ գալիս է Կարենի մոտ, հանդիպում են, այդ դիսկը տալիս է Կարենի ձեռը, ասում է կգնացնում կնայես։ Ես չգիտեմ, ըստ օթում կախված լուրեր արդեն, որքանով տեղյակ են կլնում, Կարենը դիսկը նայում է մեքենայի մեջ։ Շատերն ասում են տունն է նայում։ Իտոգում դուրս է գալի մի բան, որ Կարենը դիսկը տենալով, առաջինը Կարենն է տենում այն դիսկը, որը պետք է հրապարակվեր։ Զանգահարում է հեռախոսային զանգը ֆիքսված ալնում Անժելայի հեռախոսի վրա, դե հանում են ռասպիչատկը եւ այլն։ Զանգահարումը ու բավականին ժամանակով գնում է բուրըն խոց, որ ես ինչ ես անում եւ այլն, ասում ես պիտի հրապարակեմ։ Դեզդեն։
Նու իհարկե ջայլը չի հավատում այն ժամանակ, որ կարար դերասանուհի Անժելան հրապարակել իր իսկ վրա նման տեսանյութ, բայց խնդրեմ։ Ինքը քարը ինքնուրույն գցել է իր վրա։ Եվ Կարենին տանեմ դադմել հրապարակել։ Կարեն Արայան անձնավորությունը Հայաստանի Հանրապետության տարածքում միակ մարդն ալնում, որը դատապարտվում է քրեական օրենսգրքի այդ հոդվածով։ Ես ուզում եմ, որպեսզի ժողովրդի համար հասարակության մաքսիմալ լինի պարզ, որ Կարեն Արայանը երբևիցե պոռնկագրական նյութեր չի տարածել Անժելա Սարգսյանի դեմ։ Եվ այդ բարձրաստիճան ոստիկանը եւս ինձ ասեց մեղմ ասած զակազ։ Ու այս խեշտղեն գնաց եւ ինչքան գիտեմ 3 տարի կամերում կրավատ քշեց Անժելա Սարգսյանի հաղորդման հիման վրա։ Սա որպեսզի շատ-շատերի համար լինի պարզ, որովհետև գիտեք շատ որը երևույթ է, երբ որ սարքում ես անմեղ մարդու գլխի։ Ես դա միշտ եմ ասել, որ իմ էության մեջ դա չկա սարքել, բայց այսպես մենք տենում ենք, որ գնում է։ Այո, Անժոն սարքել է։ Անժոն սարքել է դրանով իսկ լինելով վրեժխնդիր։ Ու ասեմ ավելին, որ Անժոն ոստիկանություն է բերում նաև եւս մի դիսկ, իբր թե, այսինքն ներողություն, ամենակարևոր դետալը, երբ որ նա բերում է այդ դիսկը, որ տեսեք ինչ է տարածել եւ այլն, ուշադիր լսեք, սխալմամբ տալիս է լրիվ ուրիշ դիսկ ոստիկանության։ Ոստիկանության աշխատակիցները որ դնում նայում են, տենում են Անժելան սեփական ամուսնու հետ, տարբեր ձևերով։ Ասում են ներողություն, թե Կարեն Արայան չկա, վայ, այդ դիսկը հանումը դա է տալում։ Ես սա քաղել եմ համացանցից բերել։ Այդտեղ հասկանում են, որ արդեն բայց նորից եմ ասում, քանի որ կար այն ժամանակ Սերժ Սարգսյան, Սաշիկ Եվալն, Սաշիկ Թաթխելի, Անժելայ, Կարեն Արայան, Վլադիմիրսկի ցենտրալ մեծեր սևերնի։ Էդ էլ որպեսի շատերի համար լինի պարզ ոնց ինչ եւ այլն, որովհետեւ անընդհատ ես տենում եմ, ուզում եմ ուղղակի բնապարզություն։ Ինչ վերաբերվում է Սիրելի հայրես, այս ամբողջ փաստերը ներկայացնելուց հետո, ասենք, մարդիկ կարող է գտնվեն նորից սկսեն բարձրաձայնել, ուրեմն այդ մարդկանց ուղեղը պրոստը տափակ է։ Իրանց ուղեղները պրոստը չի աշխատում։ Հասկանում եք, մի բան պետք է հասկանաք։ Այսօր 30 տարիների ընթացքում այնքան տղերքի գլխի են սարքել, գլխներին սարքել են, նստացրել են, թեկուզ այտենց չեմ ուզում, ասենք, արտահայտվեմ վատ, որովհետև գիտեմ կանայք ու մեր քույրերն են նայելու, մեր մայրերն են նայելու, հա, բայց նման լկտի պահվածք ունեցող անձնավորությունները լյուբոյ տղու գլխին կարան սարքեն, դաժե ձեր գլխին կարան սարքեն, ձեր տղամարդու գլխին կարան սարքեն։ Այսօր նամանավանդ այսօրվա օրով, որ ոչ մեկս ապահովված չենք այս համացանցի հարձակմանը, բայց եսի մենակ համացանցը չի։ Էսի համացանցը չի, Սերժի կլանը սարքեց, չգիտեմ, ինչ էր արել այդ տղեն, իրանց բռնեցին, փակեցին, 3.5 տարի տղու Կարեն Արայանի կյանքից տարան, ուղղակի իրա ջայել են երիտասարդ արունը եռացող տարիները, տարան փակեցին այդ տղուն։ Ինչ եք ուզում։ Հիմա էլ դուք սկսել եք բամբասել ու բամբասել ու բամբասել, բայսենց, վայնենց, վայնենց։ Այս մարդիկ 30 տարիների ձեր ընթացքում այս կառավարությունները, ովքեր որ եղել են նախկիններն ու ներկաները, հա, ինչ որ արել են, սաղ շինցու գործերը, պարզ երևում է, ինչ են արել այսքան ժամանակ։ Կարաք մեկը ասեք, որ մեկի ձեռին արուն չկա։ Այսօր ազգային գաղափարով մի անձնավորություն, որը որ ասենք փորձում է փոխի հայրենի գաղափարով շարժում է առաջ, դուք գոնե համախմբեք այդ մարդու կողքը, սկսել եք պարակտելը իր անցյալը վերհիշել։ Հլի լավ, այդ մարդը գոնե դե արումի ասա, ես իրան լավ եմ ճանաչում։ Այդ մարդը եթե արած ելներ, կհերներ կասեր, հա, արել եմ, լավ եմ արել։ Բայց չի արել։
Այս շինցու գործերը Սերժիկի վախտով, այս ամեն ինչ է սարքելը, սարքոցիները, բոլորը ծանոթ եք այդ ամեն ինչին։ Նիկոլը չի սարքում, չագուչը տվել եք ձեռը, հիմա հասկանում եք ինչա կատարվում։ Հիմա հասկանում եք, որ ազգային գաղափարի տղերքին ոչ մեկ տեղ չի տալի։ Ու ընկել են հիմա մեր հետևից, որովհետև տենում են մեր տոկոսները ամեն շաբաթ բարձրանում, մարդիկ միանում են մեզ, ու մենք ոչ մի բան չենք անում, մենք ուղղակի նստած մարդկանց կոչ ենք անում։ Մեր տեսաուղերձներով մարդկանց բացատրելով, որ ճիշտ ուղին միայն հայրենիքը փրկելու, այն տղերքն են, ովքեր որ կռվել են, իրոք կյանք են դրել այդ հայրենիքի համար։ Ու դուք այսօր պետք է համախմբվեք մեր կողքը, Կարեն Արայանի կողքը, եղեք թիկունք ու հասնենք այդ ամեն ինչին։ Կարեն Արայանը ընդունվել էր, եթե չեմ սխալվում, Հայաստանի պետական գեղարվեստի ակադեմիա, ու այդ տարի այդ տղու գլխին սարքեցին։ Իշխանությունները նորմալ լինեին, լիքը նորմալ տղեկ կունենային դիպլոմ, ոչ թե շարով կդատվեին ու կզրկվեին ուսումը մինչև վերջ տանելուց։ Մարդը 3.5 տարի անցկացրեց, դուրս եկավ, կարար թողեր էթար հայրենիքից, ոնց որ շատերը, ոնց որ հենց ես, հենց այդ լկտիներից զզված թողե գնացել եմ հայրենիքից, բայց երբ որ հայրենիքս իմ կարիքն ունեցե, ես իմ հայրենիքի կողքն եմ եղել, ու այսօր ես նորից պատրաստ եմ վեր կենալու ու պայքարելու, Կարեն Արայանի հետ միասին, կարար թողեր էթար, չէ այդ տղեն մեր նման, թողեր գնար Ամերիկա կամ Ֆրանսիա կամ Գերմանիա կամ որևիցե մի երկիր, մարդը ոսկի ձեռներ ունի, նկարիչ տղա է, շատ արտակարգ նկարում է։ Ու այդ ամեն ուժը, որ այսօր հայրենիքի համար էր դնում, դներ իրա վրեն, այդ ժամանակը, այդ ամեն ինչը տրամադրեր իրան, հիմա միլիոնների մեջ կֆրֆրար, բայց չէ, մնացել է ու հայրենիքի համար պայքարում է, իսկ դուք չեք հասկանում այդ ամեն ինչը։ Ձեզ կարամ այնքան օրինակ բերեմ այդ Սերժանի կոլակլանների, Սարքոցիներից, որ մինչև այսօր մարդիկ բերթերում նստած են, ու դուք հասկանում եք, որ ու դուք տեսնում եք, որ դա տենց է։ Հիմա ինչ եք ուզում։ Կարծում եմ այս փաստերը, որ մենք ներկայացրեցինք ձեզ, հա, ու մենք փաստացի ենք ներկայացնում։ Այսուհետ, եթե ինչ-որ մեկը կփորձի բարձրաձայնի Կարեն Արայանին վարկաբեկելու համար, այսինքն Կարեն Արայանի անձի հետ ինչ-որ խաղեր խաղալու համար, փաստացի ուզեք, փաստեր կան, եթե փաստեր չկան, ուրեմն իրանք սաղ դիշովկեք են։ Ուղակի պառակտող դիշովկեք, բամբասանքներով ապրող մարդիկ։ Մի վստահեք, մի հավատացեք, ոչ մեկին։ Այդ մարդու անձը այնքան տեսաուղերձներ կա YouTube-ի կայքում, որ մտնեք նայեք այդ մարդու անձը պարզից պարզ երևում է։ Չհաշված, եթե փորձեք հանգարց կապնվեք հետը։ Ես էլի եմ կրկնում։ Կարեն Արայանի անձի մասին մի հատ բան իմանալը պարտադիր պահանջում եք փաստ, եթե փաստ չկա, ուրեմն մի խոսացեք ժողովուրդ։ Մի խոսացեք, այդ բանսարկու վիճակը վերացրեք ձեր մեջից, այդ բամբասկոտ, այդ կռիսական այդ վիճակները հանեք մեջներիցդ։ Այսօր եկեք ընդունեք, որ Հայաստանում ուրիշ մաքուր մարդ չկա, որ կարող ենք բոլորս վստահել ու հետևից գնալ։ Չկա։ Ոչ Լևոն, ոչ Սերժիկ, ոչ Քոչ, ոչ Նիկոլ։ Ու օր-օրի ինչքան դուք ուշացնեք, այդքան Հայաստանի վիճակը ավելի ծանր է լինելու։ Մենք հարցակվողներն ենք, մենք հետ նահանջող չենք։ Ձեր հետ թե առանց ձեզ։ Ձեր հետ ավելի հեշտ կլինի։ Ու վերջում ես մի բան կավելացնեմ։ Ոչ նախկին, ոչ ներկա, կեցե Կարեն Արայանը, բոլորս Կարեն Արայանի ետևից։ Մի համուր կերպով։ Հայեր, ես հաղթող եմ ինչպես եւ դուք։ Ես հանձնվող չեմ, ինչպես եւ դուք։ Իսկ աշխարհը ժամանակ ունի միայն հաղթողների համար։ Պառակտվածներին, անհաջողակ բամբասանքչիներին, պարտության հետ մերվողներին, վախկոտներին ու թերահավատներին աշխարհը չի սիրում։ Ոչ մեկ այս աշխարհում չունի հիմնավոր փաստացի պատճառ ինձ չհավատալու
կամ խոսքիս վրա կասկածելու։ Բամբասանքներ իմ մասին ու իմ հասցեին զրպարտանքներ ինչքան ուզեք։ Իսկ դուք պահանջեք փաստեր, կմնաք անպատասխան։ Լույսի բանակ, վերածնունդ շարժում։ Բոլորդ միացեք, հայեր։ Բոլորդ միացեք, որպիսի արդարությունը մեր նման տղերքը այդ արդարությունը վերականգնեն Հայաստանում։ Լույսի բանակ հայո արձագանքներ հոգու Տիգրանների սերունդ ենք մենք Քաջավար կանգնած ենք մենք Մժների մարտիկներ ենք մենք Հայաստի ոգին ենք մենք Լույսի բանակ հայոց արձագանքներ հոգու Իգրանների սերունդ ենք մենք Քաջաբար կանգնած ենք մենք Նժդեհի մատիկներն ենք մենք Հայաստի կողքին ենք մենք